Գիրք Ծննդոց, գլուխ 30-րդ։ Եվ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար չէ ծնում, նախանձեց իր քրոջ Լիայի վրա եւ ասեց Հակոբին. «Ինձ որդիներ տուր, եթե ոչ կմեռնի»։ Եվ Հակոբի բարկությունը բորբոքեց Ռաքելի դեմ եւ ասեց. «Միթե ես Աստծո փոխանորդն եմ, որ արգանդի պտուղը քեզանից արգիլել է»։ Եվ նա ասեց. «Ահա իմ աղախին Բաղան, նրա մոտ մտիր, նա իմ ծունկերի վրա ծնե, եւ ես էլ նրանից որդիներ ստանամ»։ Եվ իր Բաղա աղախինը նրան կին տվավ։ Եվ Հակոբը նրա մոտ մտավ, եւ Բաղան հղացավ եւ Հակոբի համար մի որդի ծնեց։ Եվ Ռաքելն ասեց. «Աստված ինձ դատաստան արավ եւ իմ ձայնն էլ լսեց եւ ինձ որդի տվավ։ Նրա համար նրա անունը Դան դրավ»։ Եվ Ռաքելի աղախին Բաղան դարձյալ հղացավ եւ Հակոբի համար երկրորդ որդի ծնեց։ Եվ Ռաքելն ասեց. «Իմ քրոջ հետ աստվածային ըմբշամարտությունով մարտնչեցի եւ հաղթեցի էլ, եւ նրա անունը Նեփթաղիմ դրավ»։ Եվ Լիան տեսավ, որ ինքը ծնելուց դադարեց, իր աղախին Զեղփային առավ եւ նրան Հակոբին կին տվավ։ Եվ Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց։ Եվ Լիան ասեց. «Բախտս բերավ», եւ նրա անունը Գադ դրավ։ Եվ Լիայի աղախինը Զեղփան մի երկրորդ որդի ծնեց Հակոբի համար։ Եվ Լիան ասեց. «Երանելի եմ, որովհետև աղջիկները ինձ պիտի երանեն»։ Եվ նրա անունը Ասեր դրավ։ Եվ Ռուբենը ցորենի հունձքի օրերը գնաց եւ դաշտումը մարագորներ գտավ, եւ իր մայր Լիային բերավ։ Եվ Ռաքելն ասեց Լիային. «Խնդրեմ քո որդու մարագորներից ինձ տուր»։ Եվ նա ասեց նրան. «Իմ մարդն առնելդ քիչ է, որ իմ որդու մարագորներն էլ առնես»։ Եվ Ռաքելն ասեց. «Ուրեմն թող այս գիշեր քեզ հետ պարկի քո որդու մարագորների փոխարեն»։ Եվ իրիկունը Հակոբը դաշտից գալիս էր։ Լիան դուրս եկավ նրան դիմավորելու եւ ասեց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձքով առել եմ իմ որդու մարագորներովը»։ Եվ նա այն գիշերը նրա հետ պարկեց։ Եվ Աստված լսեց Լիային, եւ նա հղացավ եւ Հակոբի համար 5-րդ որդի ծնեց։ Եվ Լիան ասեց. «Աստված իմ վարձքը տվավ, որովհետև աղախինս իմ մարդին տվի, եւ նրա անունը Իսաքար դրավ»։ Եվ Լիան դարձյալ հղացավ եւ Հակոբի համար 6-րդ որդի ծնեց։ Եվ Լիան ասեց. «Աստված ինձ բարի պարգև պարգևեց, այս անգամ մարդս ինձ հետ պիտի բնակվի, որովհետև նրա համար 6 որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոն դրավ։ Եվ հետո մի աղջիկ ծնեց, եւ նրա անունը Դինա դրավ։ Եվ Աստված հիշեց Ռաքելին, եւ Աստված լսեց նրան, եւ նրա արգանդը բացավ։ Եվ նա հղացավ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. «Աստված իմ նախատինքը վեր առավ»։ Եվ նրա անունը Հովսեփ դրավ, եւ ասեց. «Եհովան ինձ մի ուրիշ որդի էլ է ավելացնելու»։ Եվ եղավ, երբ որ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն ասեց Լաբանին. «Թող տուր ինձ, որ իմ տեղը եւ իմ երկիրը գնամ։ Իմ կանայքն ու տղերքը, որոնց համար քեզ ծառայեցի, ինձ տուր, որ գնամ, որովհետև դու գիտես իմ ծառայությունը, որ ես քեզ ծառայել եմ»։ Եվ Լաբանն ասեց նրան. «Եթե քո առաջին շնորհ գտա, աղաչում եմ քեզ, փորձով իմացա, որ Եհովան ինձ օրհնում է քո պատճառով»։ Եվ ասեց. «Քո վարձքն ինձ իմացրու, եւ ես կվճարեմ»։ Եվ նա ասեց նրան. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ, եւ քո անասուններն ինչպես էին ինձ մոտ, որովհետև քո ունեցածը իմ գալուց առաջ քիչ էր, եւ աճեց, շատացավ, եւ Եհովան քեզ օրհնեց իմ գալովը։ Եվ հիմա ես երբ աշխատեմ իմ տան համար»։ Եվ նա ասեց. «Քեզ ինչ տամ»։ Եվ Հակոբն ասեց. «Ինձ մի բան մի տար, եթե այս բանն ինձ անես, դարձյալ քո հոտը կարածեցնեմ կպահեմ։ Այսօր քո բոլոր հոտերի միջովն անցնեմ, որ նրանից ամեն պիսակ եւ խայտախարիվ ոչխարը եւ ամեն սև ոչխարը եւ խայտախարիվ եւ պիսակ այծերը զատեմ, եւ իմ վարձքս նրանք լինին։ Եվ էգուցվա օրն իմ արդարությունը քո առաջին կհայտնվի։ Երբ որ գաս իմ վարձքի վրա նայելու, բոլոր ինձ մոտ գտնված այծերը, որ պիսակ ու խայտախարիվ չլինին, եւ ոչխարները սև, նա գողացված լինի ինձ մոտ»։ Եվ Լաբանն ասեց. «Թող քո ասացի պես լինի»։ Եվ այն օրը ջոկեց բիծավոր եւ խայտախարիվ նոխազները եւ բոլոր պիսակ եւ խայտախարիվ էգ այծերը եւ ամեն սպիտակ ունեցողը եւ բոլոր սև ոչխարները եւ իր որդիների ձեռքը տվավ։ Եվ 3 օրվա ճանապարհի միջոց դրավ իր ու Հակոբի մեջտեղը։
Եվ Հակոբը արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը։ Եվ Հակոբն իր համար դալար սպիտակ կաղամախի և նուշի և սոսի գավազաններ առավ։ Եվ նրանց կեղևները տեղ-տեղ քերծեց սպիտակեցրեց, այնպես որ գավազանների վրա եղած սպիտակը երևում էր։ Եվ իր քերծած գավազանները դրավ ջուր խմեցնելու ավազանների մեջ, որ երբ որ հոտերը ջուր խմելու գան, նրանք ոչխարների առաջին լինին, և նրանք տաքանան, երբ որ խմելու գան։ Եվ ոչխարները տաքանում էին գավազանների առաջին, և ոչխարները բիծավոր, պիսակ և խայտախարիվ գառներ էին ծնում։ Եվ Հակոբը բաժանում էր պիսակ գառները, և հոտերի երեսը Լաբանի հոտերի մեջ եղած բիծավոր և ամեն սև ոչխարներին էր դարձնում։ Եվ իր հոտերը առանձին դրավ, և նրանց Լաբանի հոտերի մոտ չդրավ։ Եվ եղավ, որ միշտ զորավոր ոչխարները տաքանալիս Հակոբն այն գավազանները ոչխարների աչքի առաջին ավազանների մեջ էր դնում, որ գավազանների առաջին տաքանան, բայց տկար ոչխարներին չէր դնում։ Եվ տկարները եղան Լաբանին և զորավորները Հակոբին։ Եվ մարդը խիստ շատ աճեց, և շատ հոտեր, և աղախիններ, և ծառաներ, և ուղտեր, և էշեր ունեցավ։